Արդեն 30 տարի է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը պաշտոնապես գործունեություն է ծավալում Հայաստանում։ Այս տարիներին իրականացվել են հարյուրավոր ծրագրեր, որոնք նպաստել են երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը եւ համայնքների դիմակայունության բարձրացմանը։ Ընթացիկ նախաձեռնությունների, առաջիկա ծրագրերի եւ Հայաստանում գործակցության նոր ուղղությունների մասին այժմ կխոսենք Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Նաթիա Նացվիշվիլիի հետ։ Miss Natyashvili, thank you for accepting our invitation. Տիկին Նացվիշվիլի, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ այս հատուկ առիթով, երբ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նշում է Հայաստանում գործունեության 30-ամյակը, որոնք են այս 3 տասնամյակի աշխատանքի հիմնական ձեռքբերումները։ Thank you very much for inviting me. Շնորհակալ եմ հրավերի համար։ Քանի որ նոր ենք մեկնարկել տարին, թույլ տվեք նախ շնորհավորել բոլորին նոր տարվա կապակցությամբ։ Նոր տարին կախարդական տոն է։ Այն մեզ վերադարձնում է մանկություն, երբ մեր կյանքում շատ էին պայծառությունը, երազանքները, ապագայի հանդեպ հավատն ու հույսերը։ Հայաստանում բոլորին մաղթում եմ պայծառ ապագա, խաղաղություն, բարգավաճում եւ բազմաթիվ հույսեր, որոնք կիրականանան 2026 թվականին եւ դրանից հետո։ Խոսելով ՄԱԶԾ-ի մասին, պետք է նշեմ, որ 2025 թվականը մեզ համար սովորական տարի չէր, քանի որ լրացավ Հայաստանի հետ համագործակցության 30-ամյակը։ Այս 30 տարիները Հայաստանի համար հեշտ չեն եղել։ Վերադառնալով 1995 թվական կհիշենք, որ եղել են տարբեր իրավիճակներ՝ սթրես, քաոս, հակամարտություն, մութ ու ցուրտ տարիներ, եւ հենց այդ ժամանակ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը եկավ Հայաստան։ Այս ընթացքում երկիրը մեծ վերափոխումներ է ապրել, եւ ՄԱԶԾ-ն այդ վերափոխումների մաս է կազմել։ Մենք աշխատել ենք Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում մի քանի ուղղությամբ, որոնք կարևոր են զարգացման համար։ Վերջին 30 տարում մենք աջակցել ենք բազմաթիվ գործընթացների, որոնք նպաստել են երկրի ընտրական համակարգերի բարելավմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ արդարադատության հասանելիության ընդլայնմանը, օգնելով մարդկանց վայելել ավելի արժանապատիվ կյանք իրենց երկրում։ Մենք նաեւ նպաստել ենք սոցիալ-տնտեսական զարգացմանը, աշխատելով հատկապես հեռավոր գյուղական համայնքներում ապրող մարդկանց հետ, որոնք ունեն ավելի սահմանափակ հնարավորություններ, քան մայրաքաղաքի բնակիչները։ Այդ կերպ փորձել ենք կամուրջ ստեղծել գյուղական եւ քաղաքային անհավասարության միջև։ Մենք աշխատել ենք կլիմայի, էներգոարդյունավետության եւ կենսաբազմազանության հարցերի շուրջ։ Հայաստանը խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ եւ երկիրը պետք է կառուցի այնպիսի ապագա, որում կլիմայի փոփոխությունը չի ազդի ժողովրդի վրա այնպես, ինչպես ազդում է այսօր։ Մենք աշխատել ենք նաեւ կանանց զորացման ուղղությամբ։ Հայաստանի բնակչության ավելի քան 50%-ը կանայք են եւ կարեւոր է, որ կանանց ներուժը լիարժեք օգտագործվի երկրի առաջընթացը ապահովելու համար։ Վերջերս մենք աշխատել ենք նաեւ նորարարության եւ թվայնացման ոլորտներում։ Վստահ, որ Հայաստանը կօգտագործի տեխնոլոգիական բոլոր հնարավորություններն ու առավելությունները։ Ես չեմ խորանա այս ուղղություններից յուրաքանչյուրում ձեռք բերված նվաճումների նկարագրության մեջ։ Կնշեմ ընդամենը 2 թիվ վերջին 30 տարում արձանագրված արդյունքների մասով։ Մենք օգնել ենք Հայաստանում 1 միլիոնից ավելի մարդու եւ վերջին 30 տարում ներդրել ենք ավելի քան $500 միլիոն երկրի առաջընթացը ապահովելու եւ ժողովրդի համար ավելի լավ ապագա կառուցելու նպատակով։ As Armenia prepares COP70, Մինչ Հայաստանը պատրաստվում է COP17-ին, խոսենք այն մասին, թե ինչ նախաձեռնություններ է իրականացնում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կլիմայի եւ կենսաբազմազանության վերաբերյալ Հայաստանի պարտավորությունների կատարմանն աջակցելու հարցում։ I must start again by congratulating Armenia government and the people. Ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհավորել Հայաստանին, կառավարությանը եւ ժողովրդին 2026 թվականին կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի համաժողովը հյուրընկալելու պատիվը ունենալու կապակցությամբ։ Սա կենսաբազմազանության եւ կլիմայի ոլորտում ամենախոշոր համաշխարհային միջոցառումներից մեկն է, եւ մենք մեծ ուրախությամբ ենք արձանագրում, որ հենց Հայաստանն է ընտրվել այս միջոցառումը 2026 թվականին հյուրընկալելու համար։ Սա երկրին առնվազն 2 հնարավորություն է տալիս։ Առաջինը Հայաստանը պաշտպանում եւ առաջ է մղում իր կենսաբազմազանության, կլիմայի եւ շրջակա միջավայրի օրակարգը այնպես, որ երկրում ընթացող զարգացումները հետագայում լինեն իշահ մարդկանց մոլորակի եւ կենսաբազմազանության։ Եվ երկրորդ, կենսաբազմազանության գլոբալ համաժողովը հյուրընկալելը նշանակում է, որ աշխարհը կճանաչի Հայաստանի առաջատար դերը կենսաբազմազանության եւ կլիմայի օրակարգի ձևավորման գործում։ Հայաստանը հանդես է գալիս որպես այս օրակարգի չեմպիոն եւ իսկապես մոտիվացնում ու ոգեշնչում է աշխարհի մյուս երկրներին հետևել իր ընտրած ուղուն։ ՄԱԶԾ-ն աջակցում է Հայաստանի կենսաբազմազանության եւ կլիմայի օրակարգին, որը իսկապես հավակնոտ է եւ լիարժեք իրականացվող։ Այդ ծրագրերից մեկը, որը նպաստում է Հայաստանի կենսաբազմազանության օրակարգի հետագա առաջմղմանը, կենսաբազմազանության ֆինանսավորման նախաձեռնությունն է, որի շրջանակում մենք օգնում ենք կառավարությանը հասկանալ, թե որքան ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ կենսաբազմազանության պահպանման համար, ինչքան ռեսուրսներ են ներկայում հատկացվում եւ ինչպես կարելի է լրացնել
անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացը։ Նախաձեռնության երկրորդ օրինակը մեր համագործակցությունն է Սևանա լճի պահպանության հարցում։ Սևանա լիճը կարևորագույն տեսարժան վայրերից մեկն է ոչ միայն Հայաստանի, այլև Հարավային Կովկասի եւ ամբողջ աշխարհի համար, եւ կարևոր է, որ այն լինի լավ պաշտպանված։ Այդ նպատակով կառավարության եւ Սևանա լճի շրջակայքում ապրող բնակչության հետ միասին մենք աջակցում ենք Սևան ազգային պարկի եւ հարակից պահպանվող տարածքների ավելի արդյունավետ կառավարմանը։ Մեր համատեղ ջանքերի շնորհիվ արդեն տեսնում ենք շատ կարևոր, հետաքրքիր եւ գեղեցիկ արդյունքներ։ Օրինակ Սևանա լճի շրջակայքում էնդեմիկ հայկական որոշների պոպուլյացիայի վերականգնումը։ Այս թռչունները, որոնք էնդեմիկ են Հայաստանում, կրկին սկսել են բազմանալ Սևանա լճի տարածքում եւ սա մեր ծրագրի ինձ համար կարևոր նվաճումներից մեկն է։ Այսպիսով մաղթում եմ, որ Հայաստանը շարունակի իր առաջատարությունը կենսաբազմազանության օրակարգում, այդ թվում COP17-ը հյուրընկալելու միջոցով։ Իսկ կառավարությանը եւ ժողովրդին մաղթում ենք հաջողություններ այս չափազանց կարևոր համաշխարհային միջոցառման կազմակերպման գործում։ What community level socio-economic Սոցիալ-տնտեսական զարգացման ինչ ծրագրեր է ներկայում իրականացնում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։ Ինչ ազդեցություն դրանք ունեն տեղական տնտեսությունների ամրապնդման եւ համայնքների դիմակայունության բարձրացման առումով։ UNDP, when it was created globally 60 years ago, ՄԱԶԾ-ն համաշխարհային մակարդակով հիմնադրվել է շուրջ 60 տարի առաջ աղքատության կրճատմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով։ Ամեն ինչ սկսվել է հենց այս առաքելությունից։ Սոցիալ-տնտեսական զարգացումը այսօր էլ մնում է ՄԱԶԾ-ի գործունեության հիմքում աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում։ Եվ կա հստակ պատճառ, թե ինչու է դա այդպես։ Չնայած վերջին 30 տարում արձանագրված առաջընթացին, դեռևս պահպանվում են բազմաթիվ սոցիալ-տնտեսական մարտահրավերներ, այդ թվում գյուղական աղքատությունը, գործազրկությունը եւ այլ խնդիրներ։ Այսպիսով մեր սոցիալ-տնտեսական պորտֆելի շրջանակում մենք աշխատում ենք ամբողջ Հայաստանում, բոլոր մարզերում եւ հատկապես կենտրոնանում ենք սահմանամերձ շրջանների, ինչպես նաեւ այն տարածքների վրա, որտեղ աղքատության կամ գործազրկության մակարդակը ավելի բարձր է։ Մեր նպատակն է կամուրջներ կառուցել տարբեր խմբերի միջև եւ պայքարել անհավասարության դեմ։ Մեր աշխատանքի մի քանի օրինակ նշեմ։ Եվրոպական միության եւ Հայաստանի կառավարության հետ մեր կարևոր գործընկերություններից մեկը Լիդեր ծրագիրն է, որը մենք իրականացնում ենք Լոռու եւ Տավուշի մարզերում, ՄԱԿ-ի Պարենի եւ Գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ։ Այս ծրագրով նշված մարզերում մենք մոբիլիզացրել ենք տեղի բնակչությանը, բիզնեսներին եւ տեղական իշխանություններին իրենց համայնքների զարգացման առաջնահերթությունները միասին սահմանելու եւ այդ ծրագրերի իրականացմանը համատեղ աջակցելու համար։ Մինչեւ օրս իրականացվել է նման ավելի քան 220 համայնքային ծրագիր։ Դրանց թվում են համայնքի եւ շրջակա տարածքի համար նախատեսված փոքր ջրաղացների կառուցումը, տեղի երիտասարդների համար մարզական կառույցների, էկոտուրիզմի ենթակառուցվածքների, հացաբուլկեղենի եւ հրուշակեղենի արտադրամասերի ստեղծումը, ինչպես նաեւ գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական այլ գործունեություններ։ Շատ ոգեշնչող է սեփական աչքերով տեսնել, թե ինչպես են այս փոքր փոփոխությունները վերափոխում համայնքային միջավայրը, ինչպես են մարդկանց աչքերը փայլում, ինչպես են երեխաները ուրախանում նոր ստեղծված կառույցներով կամ խաղահրապարակներով։ Այս նախաձեռնությունները զգալի փոփոխություններ են բերում այդ հեռավոր գյուղական համայնքներում, եւ հենց այդ պատճառով մենք մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ ենք վերաբերվում այս համագործակցությանը։ Բացի Լիդերից մենք ունենք նաեւ այլ ծրագրեր։ Օրինակ աշխատում ենք համայնքներում եկամտի ստեղծման հնարավորություններ ձևավորելու ուղղությամբ։ Դրանք ներառում են քաղցրավենիքի, ջրի, մեղրի արտադրություններ, փոքր ջերմատների ստեղծում, ինչպես նաեւ համայնքների շրջակա ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր։ Օրինակ շատ գյուղերում մենք օգնում ենք տեղադրել փողոցային LED լույսեր, որպեսզի մարդիկ կարողանան գիշերը դուրս գալ փողոց եւ անվտանգ վայելել շրջակա միջավայրը։ Սրանք մեր բոլոր ջանքերն են ուղղված Հայաստանի հեռավոր համայնքների դիմակայունության ամրապնդմանը։ What initiatives does UNDP have? Ինչ նախաձեռնություններ ունի ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Ղարաբաղից տեղահանվածներին աջակցելու համար։ Ինչպես են այդ նախագծերը օգնում նրանց ինտեգրմանը։ indeed, as I have mentioned, UNDP's approach is leaving no one behind. Ինչպես արդեն նշել եմ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մոտեցումն է ոչ մեկին չանտեսելը։ Մենք աշխատում ենք երկրի ամենախոցելի խմբերի հետ։ Նրանց թվում նաև Հայաստան ժամանած փախստականներն են, որոնք ունեն միջազգային հանրության, կառավարության, համայնքի եւ տեղի բնակչության աջակցության կարիքը։ Մենք շատ ոգեշնչված ենք տեսնելով հայ ժողովրդի հյուրընկալությունը, երբ փախստականները ժամանեցին։ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը որպես միջազգային զարգացման գործընկեր փորձում
է իր ներդրումը ունենալ այս առատաձեռն հյուրընկալության մեջ։ Այն աջակցությունը, որը մենք ցուցաբերում ենք փախստականներին, կարելի է բաժանել մի քանի կատեգորիաների։ Մեկը մեր աջակցությունն էր փախստականներին ժամանումից անմիջապես հետո։ Օրինակ, մենք օգնեցինք վերանորոգել 4 կացարան, որտեղ մարդիկ կարող էին մնալ ժամանումից հետո։ Մենք աջակցեցինք արևային ֆոտովոլտային համակարգերի եւ ջրատաքացուցիչների բաշխմանը, որպեսզի մարդիկ իրենց բնակության վայրերում ունենան լույս եւ տաք ջուր։ Հետագայում մենք օգնեցինք մարդկանց աշխատանք գտնելու, փոքր բիզնես կամ փոքր զբաղվածության հնարավորություն ստեղծելու հարցում։ Օրինակ, մենք աջակցեցինք, որ երիտասարդները պրակտիկա անցնեն մասնավոր հատվածում, զարգացնեն իրենց հմտությունները եւ աշխատեն մասնավոր ընկերություններում։ Մենք տրամադրեցինք դրամաշնորհներ, սարքավորումներ կամ այլ աջակցություն այն տնային տնտեսություններին, որոնք նախկինում փոքր բիզնեսով զբաղվելու փորձ ունեին, որպեսզի կարողանային նույն գործունեությունը շարունակել նաեւ այստեղ, իրենց նոր բնակության վայրում։ Մենք մեծ շեշտադրում ենք կատարում կին փախստականների վրա, քանի որ ինչպես արդեն նշել եմ, կանայք հաճախ ավելի խոցելի են։ Այդ պատճառով կանանց աջակցելը աշխատանքի, սոցիալ-հոգեբանական վերականգնման, ծառայությունների եւ ենթակառուցվածքների հասանելիության հարցերում մեր հիմնական գործունեություններից մեկն է։ Մենք ձևավորել ենք կանանց խմբեր հյուրընկալող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համայնքային խնդիրների լուծման ուղղությամբ աշխատելու, սոցիալական համախմբվածությունը խթանելու նպատակով։ Փոքր ենթակառուցվածքների բարելավումը մեր կողմից տրամադրվող աջակցության մեկ այլ տեսակ է։ Օրինակ, մենք վերանորոգում ենք ամբուլատորիաներ հեռավոր շրջաններում, այն տարածքներում, որտեղ կան փախստականներ։ Մենք նաև կառուցում ենք փոքր ջրամբարներ այն վայրերում, որտեղ դա թույլատրվում է, որպեսզի ջուրը հասանելի լինի համայնքներին, քանի որ գիտենք, որ գյուղական վայրերում ոռոգման եւ խմելու ջրի խնդիր կա։ Այսպիսով, այս փոքր ջրամբարների կառուցումը օգնում է հաղթահարել ջրի սակավությունը որոշ տարածքներում։ Սրանք ընդհանրապես մի քանի օրինակներ են, թե ինչ ներդրում է ունեցել ՄԱԶԾ-ն փախստականներին եւ հյուրընկալող համայնքներին աջակցելու գործում։ Կարևորը այն է, որ այս ընթացքում մենք աջակցել ենք ավելի քան 18,000 մարդու եւ մենք դրանով չենք սահմանափակվում։ Վերջին կետը, որին նույնպես կցանկանայի անդրադառնալ, փախստականների ներառման համար մշակված փախստականների եւ նրանց հյուրընկալող համայնքների կենսակայունացման շրջանակային փաստաթուղթն է, որը կառավարությունը վերջերս է ընդունել։ Այն մշակվել է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի եւ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակների հետ համատեղ։ Սա մի փաստաթուղթ է, որը մեզ իրական պատկերացում է տալիս փախստականների ինտեգրման հիմնախնդիրների մասին եւ ինչ ներդրումներ կարող են անել ՄԱԶԾ-ն եւ մյուս գործընկերները։ Այսպիսով, սա մեզ համար ռազմավարություն է հասկանալու, թե որ ուղղություններով ենք առաջ շարժվելու։ Քանի որ մենք մտնում ենք 2026 թվական, ՄԱԶԾ-ն Հայաստանի կառավարության հետ արդեն մշակել է հնգամյա ռազմավարական համագործակցության նոր ծրագիր։ Այն կոչվում է Երկրի ծրագրային փաստաթուղթ եւ հաստատվել է Հայաստանի կառավարության եւ ՄԱԶԾ-ի գործադիր խորհրդի կողմից։ Այսպիսով, առաջիկա 5 տարում մենք շատ անելիքներ ունենք, բազմաթիվ նպատակներ եւ ծրագրեր։ Եվ ես իսկապես անհամբեր սպասում եմ, որ ՄԱԶԾ-ն կունենա ավելի մեծ ներդրում Հայաստանի զարգացման գործում։ Thank you so much for this interview. Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Մաղթում եմ, որ 2026 թվականը դառնա նոր նախաձեռնությունների, ծրագրերի իրականացման եւ Հայաստանի ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև ավելի խորը համագործակցության տարի։ Same here. Նմանապես։ Հիշեցնեմ, իմ հյուրն էր Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիշվիլին։